Կենսաթոշակական նպաստը կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր է անցում կատարել վճարման անկանխիկ եղանակի և միաժամանակ օգտվել անկանխիկ գնումների արդյունքում 20% հետվճարի ծրագրից։ Ես հասկանում եմ, որ քարտային ձևով դժվար կլինի ստանալը կամ բանանելը, բայց առևտրի տեսակետից դա ավելի ճիշտ կլինի։ Կենսաթոշակներն ու պետական նպաստները հնարավոր է ինքնուրույն բարձրացնել պարզապես անցնելով անկանխիկ վճարումների։ Եթե մինչ օրս թոշակը կամ նպաստը ստացվում է կանխիկ եղանակով, ապա այժմ պատասխանատու մարմինը ներկայացնում է հստակ ուղեցույց վճարումը անկանխիկ դարձնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am հարթակ, գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ, այնուհետև կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ բաժնում ընտրել վճարվող բանկի ընտրության դիմումը։ Անկախ թվային հարթակից օգտվելու հնարավորությունից քաղաքացիները կարող են նաև դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և դիմումը լրացնել մասնագետների օգնությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով հունվարի 1-ից հետվճարի չափը կազմում է 20%, մինչև 10,000 դրամ, եթե կենսաթոշակառուներն ու նպաստառուները կատարում են անկանխիկ գնումներ։ Նախարարը նաև հիշեցնում է, որ առկա քարտով վճարումների դեպքում հնարավոր է ստանալ լրացուցիչ 2% հետվճար։ Տեսեք, սա վիզա քարտ է մեր բանկերից մեկի, ես հատուկ փակել եմ, որ գովազ չհնչի, իսկ սա առկա քարտ է, որի վրա գրված է առկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ վիզա կամ մաստեր փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը եւ հետեւաբար ես կոչ եմ անում օգտվել այս հնարավորությունների։ Գնումները քարտով եք։ Ահա, լրիվ։ Այդպես դες ավելի հարմար է։ Ավելի հարմար է, հա։ Ես այս ամիսնուր սկսել եմ քարտով վճարումներ կատարել, հələ այդ հետվճարը չեմ ստացել։ Բայց ինչպես եք գնահատում այդ կարգը։ Լավ, նորմալ։ Կարտով եմ ստանում, բայց ես բանը կանխիկ չեմ ստանում կանխիկ։ Օգտվում եմ բանից, խանութներից։ 2% տալիս են էլի բանը 200 դրամ է դա։ Արսեն Թորոսյանը նշում է, շուրջ 48,000 քաղաքացի դեռ ստանում է կենսաթոշակն ու նպաստը կանխիկ եղանակով եւ վերջիններիս կոչ անում հնարավորինս արագ անցում կատարել անկանխիկ համակարգի, չսպասելով մինչեւ ապրիլի 1-ը սահմանված վերջնաժամկետին։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։